Մինչև տարեվերջ համաձայնեցնել թրիփի տեքստը 2026-ի կեսից սկսել շինարարությունը Փաշինյանը Թրամփի ուղու գործնական իրագործման մասին։ Ադրբեջանի հետ առևտուր անելով խաղաղություն կլինի, ընդդիմության հարցը իշխանությանը։ Օկուպացված Արցախում առուծախ է, ադրբեջանցին վաճառում է հայի տունը։ 16 տարուց մինչև ՑՄԱ ազատազրկում խիստ ռեժիմի գաղութում գերեվարված հայերի ճակատագիրը։ Առողջության ապահովագրությունը պարտադիր հունվարի 1-ից հարցը խորհրդարանում է։ Հեծի լիցենզիայի հարցը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի օրակարգում օր 2-րդ։ Հայկական արտադրանք իրանական սերուցքով, Ռուսաստանը Հայաստանից հայկական հումքով կատնամթերք է սպասում։ Արգելք պոլիէթիլենային տոպրակների համար սահմանափակումը կգործի 2027-ից։ Բարի երեկո արգելի հեռուստադիտող, օրվա գլխավոր ժամն է կարևորի մասին, տաղավարում Հայկ Նավասարյանն է աշխատում։ Եվ այսպես հայկական Արցախը իբրև հանցավոր միավորում, ինքնապաշտպանությունը ահաբեկչություն Բաքվի համար։ Սա է Ադրբեջանի մեղադրական ձևակերպումը սեփական հողում տուն կառուցած, հայրենիք պաշտպանած ու շենացրած մեր հայրենակիցների համար։ Միջազգային իրավունքը ոտնակոխ արած թշնամին աշխարհի աչքից հեռու փակ դռների հետևում մինչև ՑՄԱ ազատազրկում է պահանջում Արցախի ռազմաքաղաքական 5 ղեկավարների համար։ Նախկին նախագահներ Բակո Սահակյանին եւ Արկադի Ղուկասյանին միայն 65 տարին լրացած լինելու պատճառով է, որ ՑՄԱ դատավճիռ չի կարդացել թշնամին։ Կեղծ խաղաղություն թմկահարող Բաքվի բռնապետը հասավ իր նպատակին։ Միջազգային հանրության աչքից ծածուկ փակ դռների հետևում շինծ ու մեղադրանքներով Բաքվի դատախազները պահանջում են պատժել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Առավելագույն պատժաչափեր են պահանջել, ներառյալ ՑՄԱ ազատազրկումը։ ՑՄԱ ազատազրկում Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին եւ նրա տեղակալ Դավիթ Մանուկյանին, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանին եւ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։ Մադադ Բաբայանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը 65 տարին լրանալու պատճառով չեն կարող դատապարտվել ՑՄԱ ազատազրկման, ինչի համար առաջարկվել է նրանց դատապարտել 20 տարով, որից 10 տարին խիստ ռեժիմի գաղութում։ Մելիքսեթ Փաշայանի համար եւս պահանջել են 20 տարվա ազատազրկում։ Դավիթ Ալավերդյանին նախատեսում են դատապարտել 18, Լևոն Բալայանին 17, Վասիլի Բեգլարյանին, Գուրգեն Ստեփանյանին, Էդիկ Ղազարյանին 16 տարվա ազատազրկման։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը ապօրինի պահվում է Բաքվի բանտերում, քանի որ հայ են։ Կեղծ ու շինծու ամբողջ դատաքննության ընթացքում անտարբեր էր աշխարհը, միջազգային հանրությունն ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցները անտարբեր ու անկարող դուրս եկան։ Ադրբեջանն իր այս քայլով խախտել եւ խախտում է միջազգային իրավունքը, այդ թվում ՄԱԿ-ի ցեղասպանության եւ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ Հայաստանի իշխանությունները որքան էլ հայտնեն, թե գրեթե բոլոր հանդիպումներում, բանակցային գործընթացներում բարձրացվում է նրանց վերադարձի հարցը, այնուամենայնիվ ընդդիմադիր դաշտը փաստում է հայ գերիների վերադարձի, առհասարակ նրանց ճակատագրի հարցը քաղաքական մեծամասնության օրակարգում չէ։ Իբրև թե մեր իրենց գերակայությունն եւ բոլոր հնարավոր միջազգային ատյանները օգտագործում են, միջազգային ամբիոնները օգտագործում են այդ հարթակները գերիների վերադարձի առնչությամբ, բայց արդյունքում ունենք 0 արդյունք։ Ազգային ժողովի ընդդիմադիրները դրա ապացույցներն են օրինակ բերում։ Վերջերս Երևանում Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում ՔՊԱ-ական պատգամավորներն ըստ ընդդիմադիրի դեմ են քվեարկել իրենց առաջարկած գերիների անհապաղ ազատ արձակման բանաձևին։ Դրան նախորդել էր Պորտուգալիայում անցկացվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Ազգային ժողովի ընդդիմադիրների առաջարկած բանաձևը, որին ՔՊԱ-ական պատգամավորները չեն միացել։ Բաքվում պահվող հայ գերիների վիճակն ավելի ծանրացավ, երբ Ադրբեջանն արգելեց Կարմիր խաչի գործունեությունն այդ երկրում, եւ մեկուսացման մեջ գտնվող Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին միջազգային եւ ոչ մի անկախ կառույց հնարավորություն չունի տեսակցել տեղեկություն հայտնելու նրանց առողջական եւ հոգեբանական վիճակի մասին։ Հայաստանի իշխանություններն ասում են, թե որքան բարենպաստ լինի միջավայրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այնքան ավելի հեշտ կլուծվի նաեւ հայ գերիների հարցը։ Խաղաղության մթնոլորտը նպաստավոր պայմաններ պետք է ստեղծի, որ կարողանանք լուծել ուրեմն Ադրբեջանում պահվող մեր բոլոր հայրենակիցների իրենց տուն վերադարձի հարցը։ Այս ուղղությամբ մշտապես ամենօրյա
աշխատանք է տեղի ունենում։ Բաքվի ռազմական դատարանում հայ գերիների դատերն անցնում են առանց միջազգային լրատվամիջոցների ու դիտորդների ներկայության։ Բացառապես պետական քարոզչամեքենայի տեղեկության իսկությունը հնարավոր չէ ճշտել անկախ աղբյուրներից։ Ադրբեջանական նպատակներում խաղաղության օրինակներից է կեղծ դատավարության միջոցով Հայաստանի դեմ կարել կոմպրոմատներ։ Դրանք ըստ ընդդիմադիրների Բաքվին պետք կգան ցանկացած պահի օգտագործելու Հայաստանի դեմ, որպես սադրանքի հիմք, ճնշման միջոց եւ պայմանավորվածությունները միակողմանի չկատարելու դրդապատճառ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Հայաստանի կառավարությունը նախատեսում է մինչև տարեվերջ ամփոփել Թրամփի ուղուն վերաբերող իրավական կամ կանոնադրական խնդիրները, ըստ Փաշինյանի արդեն ձևակերպված տեսքով։ Եկող տարվա առաջին կեսին նախատեսվում է ընդունել դրանից բխող բոլոր որոշումները համատեղ ձեռնարկության հիմնադրման, կառուցապատման իրավունքի, կառավարության եւ մյուս ինստիտուտների համար ենթադրվող փաստաթղթերը։ 2026-ի երկրորդ կեսին արդեն նախատեսվում է սկսել բուն շինարարական աշխատանքները։ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե Կոպենհագենում Ալիևի հետ քննարկել են հարցը եւ եկել եզրահանգման, որ ամենաարագը գուցե կարող է իրականացվել էլեկտրահաղորդման գծերի եւ գազամուղի կառուցումը։ Ոչ մի բան չի խանգարում նախագծի իրականացման։ Մեր ընկալումը այն է եւ մեր ցանկությունն այն է, որ Ադրբեջանից մտնելով Մեղրից Նախճեվան, հետո շարունակությունը Երազ, շատ կարեւոր է նաեւ այս երկաթուղին մինչև Թուրքիայի սահման ախուրիկ շահագործելու համար, այստեղ մենք ունենք կտոր, որը վերականգնման ենթակա է նույնպես շատ կարճ կտոր եւ մենք արդեն իսկ սկսել ենք զբաղվել դրանով։ Չի տեսնում արդյոք խորհրդարանական ընդդիմությունն այն խաղաղությունը, որը ըստ իշխանությունների արդեն հաստատված է հայ-ադրբեջանական սահմանին։ Ճեպազրույցի ընթացքում լրագրողներն են հետաքրքրվել։ Պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարել է, որ այս իրավիճակում, ինչպես նաև ստորագրված եւ նախաստորագրված փաստաթղթերով որևէ երաշխիք նախատեսված չէ խաղաղության համար, իսկ ադրբեջանցիների հետ առևտուր անելով հարց չի լուծվի։ Ընդդիմադիրը օրինակ է բերել ռուս-ուկրաինական արդեն շուրջ 5 տարի ձգվող հակամարտությունը։ Տնտեսական լուրջ կապեր կային, բայց դա էլ չխանգարեց, նշել է ընդդիմադիր պատգամավորը։ Նոր չի Փաշինյան։ Ադրբեջանային երկիրը չի, որին փորձես զսպել հայտարարություններով կամ առևտրով։ Աշխարհում այս պահին ընթացող ամենամեծ ռազմական կոնֆլիկտը, համ միջազգայինորեն ճանաչված սահմաններ էր առկա, համ խորագույն տնտեսական կապեր էին առկա։ Երկրներից մեկը մյուսի համար հանդիսանում էր էներգակիրների տրանզիտային երկիր, այսինքն ակնհայտ է, չէ՞, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այդպիսի տրանզիտային հարաբերություններ, ինչպիսիք Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև են, քիչ հավանական է, որ տեղի ունենան զուտ աշխարհագրորեն։ Հետո դա երաշխիք եղավ խաղաղության։ Ադրբեջանի նախագահը կրկին խոսել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին, դիմելով Բաքվում մեկնարկած միջազգային համաժողովի մասնակիցներին, Ալիևը ասել է, թե այս նախագծի իրականացման արդյունքում բեռնափոխադրումների ծավալի աճ կարձանագրվի, ինչը զգալիորեն կմեծացնի տարածաշրջանի մրցունակությունը։ Ադրբեջանի նախագահը ուղերձում սակայն ընդգծել է, մեջբերում եմ, մեր տրանսպորտային հանգույցների կարևորության աճը ապա կառուցողական ուժերի թիրախ է դարձել։ Իսկ օկուպացված Արցախում թշնամին սկսել է հայերի տների առուծախը։ Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչն է հայտարարել, թե Ստեփանակերտում, Մարտակերտում բազմահարկ շենքերի կառուցումից հետո դրանք կդրվեն վաճառքի։ Յուսուբիվի խոսքով Ստեփանակերտում գտնվող բնակֆոնդը ադրբեջանի քաղաքացիներին կվաճառեն ինչպես կանխիկ գումարով, այնպես էլ վարկային պայմանագրերի հիման վրա։ Ըստ ադրբեջանցու քաղաքացիներից արդեն բնակարանների ձեռքբերման բազմաթիվ դիմումներ են ստացել։ Այժմ այն մասին, ինչ ենք պատմելու թողարկման երկրորդ հատվածում։ Առողջության ապահովագրությունը պարտադիր հունվարի 1-ից հարցը խորհրդարանում է։ Էցի լիցենզիայի հարցը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի օրակարգում օր երկրորդ։ Հայկական արտադրանք իրանական սերուցքով, Ռուսաստանը Հայաստանից հայկական հումքով կատնամթերք է սպասում։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը։
Հայաստանը վճռականորեն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։ Վրացի դիվանագետը ողջունել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը այն որակել պատմական քայլ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլին դիմել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն խնդրելով, որ իրեն ընդգրկեն ռազմագերիների ցուցակում համապատասխան իրավական բոլոր հետևանքներով, լինելով նաև Ուկրաինայի Օդեսայի մարզային ադմինիստրացիայի նախկին ղեկավարը Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում ուկրաիներեն հրապարակված ուղերձում հայտարարել է. ակնհայտ է, որ իր հետապնդումը և ճակատագիրը կապված է պատերազմի հետ։ Վրաստանի նախկին նախագահը ըստ դատավճռի պետք է կալանքի տակ մնա մինչև 2034 թվականի ապրիլի 1-ը։ Երկրորդ օրն է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շարունակում է քննել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը լիցենզիայից զրկելու հարցը։ Նիստի առաջին կեսին մթնոլորտը լարվել է, ՀԵՑ-ի տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը հարցրել է, ինչ գործ ունեն ոստիկանները նիստերի դահլիճում։ Հանձնաժողովի նախագահը արձագանքել է, թե նիստը դեռ բաց է, կարող են ներկա լինել բոլորը։ Ի վերջո, սակայն հանձնաժողովի նախագահը ոստիկաններին դուրս է հրավիրել, բուն հարցի քննությունը այսօր էլ չի ավարտվել։ Հանձնաժողովականների դիտարկմանը, թե ՀԵՑ-ում համակարգային խնդիրներ են եղել, Դավիթ Ղազինյանը պատասխանել է, որ նոր կառավարիչների օրոք կոծկվել է լուրջ հավելագրման դեպք։ Հիմա այդ լծակներ ունենալով, եթե դուք չեք կարողանում պայքարել, ապա ոնց եք պատկերացնում մեզանից պահանջել 100% ճշտություն։ Կառավարությունը հաստատել է առողջապահության համընդհանուր ապահովագրության մասին և հարակից օրենքների փոփոխությունների օրենսդրական ամբողջական փաթեթը, այն արդեն ուղարկել են ազգային ժողովի քննարկմանը անհետաձգելի ռեժիմով։ Հունվարի 3-ից նոր տարվա առաջին աշխատանքային օրվանից սկսած, երբ քաղաքացին իրեն վատ զգա ու շտապօգնության մեքենայով տեղափոխվի հիվանդանոց, ապա եթե նրա խնդիրը ապահովագրության շրջանակում է կամ որևէ գումար չի վճարի կամ կվճարի միայն համավճարը։ Անձը ինքը պիտի ուղիղ վճարում իրականացնի ապահովագրական հիմնադրամին ամսական նույն կտրվածքով։ Եվ այստեղ հենց պարոն վարչապետ ներողություն կոմունալ վճարի նման պետքա վճարի։ Այո, այսինքն մենք երրորդ տարում գալու ենք նրան, որ ինչպես ասացի, եթե անձը սոցխումբ չի, հաշմանդամ չի, տարիքը 18-ից 65 է, միևնույնն է պետք է վճարի ապահովագրության համար։ Արտադրված է Հայաստանում բնական հումքով, սա մեր երկրում արտադրվող կաթնամթերքի տարաների վրա մակնշումներից հատված է, բայց թե որտեղից է այդ բնական հումքը գրված չէ։ Պարզվում է, կաթնամթերք արտադրող հայ տնտեսվարողներից շատերը վերջին տարիներին սկսել են Իրանից կաթի սեր ներմուծել ու օգտագործել հայկական արտադրանքում, ինչն էլ Ռուսաստանում խնդիր է դարձել այս տարեսկզբին։ Արդյոք այս գործընթացը չի ստվերում Made in Armenia պիտակը, որ ժամանակին որակի չափանիշ էր ամբողջ աշխարհում։ Իրանական սերուցքը կրկին մտել է հայկական շուկա ու դարձել կաթնամթերքի հիմք, կարագից միջև պաղպաղակ, բայց ըստ մասնագետների տեղական արտադրության պիտակով։ Իրանից Հայաստան ներմուծվող սերուցքի յուրաքանչյուր խմբականակ լաբորատոր փորձաքննության է անցնում։ Անդրադառնալով լուրերին, թե Իրանից Հայաստան է ներկրվում անհայտ ծագման վտանգավոր սերուցք, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը պնդում է, առանց հավաստագրի ապրանք Հայաստան մուտք չի գործում։ Սահմանային վերահսկողության ժամանակ տեսուչների կողմից թղթային եւ ֆիզիկապես զննում է իրականացվում, այսինքն տեսնում են, վերցում է նմուշառում եւ միջև այդ ապրանքը, որը որ ներմուծում է Հայաստանը, չունենա EIS-ի սերտիֆիկատ, մենք այդ ապրանքը ուղղակիորեն թույլ չենք տալու մտնի երկիր։ Ռուսական կողմի հետ ըստ Պետրոսյանի այս հարցի շուրջ քննարկում եղել է։ Իրանական կաթնային սերուցքով կաթնամթերքի Ռուսաստանի Դաշնություն ներմուծման արգելքը չի առնչվում իրանական սերուցքի որակին։ Խնդիրը բոլորովին այլ է։ Իրանական հումքով իրանական ծագման կաթնամթերք Ռուսաստանի
ներդաշնությունում վաճառվում է, եւ ռուսական կողմը ցանկանում է իր երկրում հայկական ցակման կաթնամթերք ունենալ, բացառապես հայկական հումքով։ Սննդի անվտանգության տեսչական մամլի ղեկավարի խոսքով այն ստուգվում է ինչպես փաստաթղթերին, այնպես էլ լաբորատոր փորձաքննությամբ։ Եթե տվյալ կաթնային սերուցքը համապատասխանում է իրավական ակտերով սահմանված բոլոր նորմերին, ներմուծվում է եւ իրացվում է։ Անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում ներմուծումը արգելվում է։ Ռուսական կողմը գնացել է Իրան, իր մոնիտորինգը արել է, ինչ որ արտադրողների արտադրանք համարել է, որ իր համար ռիսկային չի թողել, ինչ որ արտադրողների արտադրանք համարել է, որ ռիսկային չի թողել։ Մեր վերահսկողությունը նման մեխանիզմներ չունի։ Մենք ինչ ենք ասում ենք ապրանքը գնացեք բերեք, որպես պետություն չենք ներգրավում այդ գործին։ Դա կլինի Իրանից, դա կլինի յուրաքանչյուր այլ երկրից, եթե մեր մոտ սահման չի։ Կգաք սահմանում կամ փաստաթղթերի հիման վրա, կամ լաբորատոր փորձարկումների հիման վրա, ինչ որ ապրանքի հետ կապած կորոշենք, կամ մի անգամ լաբորատոր կտանք, մյուս անգամ արդեն լաբորատոր չենք էլ տա։ Պետրոսյանը հայտնեց, որ 2023 թվականին Իրանից Հայաստան է ներմուծվել 3100 տոննա սերուցք, 2024 թվականին 376 տոննա, իսկ 2025 թվականին 925 տոննա։ Այն տնտեսվարողները, ովքեր 2 տարի առաջ էլ նման խնդիր ունեցել են, արդյոք էլի նման խնդրի առաջ չեն կանգնի։ Սննդի անվտանգության տեսչական մարմնից չեն պարզաբանում, բայց չեն էլ բացառում, որ տնտեսվարողները ոչ հայկական հումք օգտագործելու պատճառով ստիպված պետք է ապրանքը հետ կանչեն։ Պահեն սառնարանում իրացնելու հույսով միլիոնների վնասը գլխներին կախված։ Քնարիկ Պետրոսյան, Վահրամ Աբոյան, ժամը լրատվական։ Ցավոք ավելացել են նաև մանկամահացության դեպքերը, մասնագետներն ասում են տարբեր են պատճառները, հիվանդություն, զարգացման շրջանում արատներ, բայց այս ամենին վերջին տարիներին գումարվել են նաև ճանապարհատրանսպորտային պատահարները, որոնք երեխաների կյանքեր են խլում։ Հնարավոր է արդյոք կանխել երեխաների մահվան դեպքերը, թեմայի վերաբերյալ մասնագետների կարծիքը լսել է Սվետլանա Ավդիշյանը։ Ինչու են ավելացել երեխաների մահվան դեպքերը Հայաստանում։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներն են վկայում, որ մեր երկրում մանկահասակ երեխաների մահվան դեպքերի աճ կա։ Եթե օրինակ 2024-ի հունվար-սեպտեմբերի ընթացքում արձանագրվել է մինչև 4 տարեկան 184 երեխայի մահ, ապա 2025-ին այդ թիվը հասել է 207-ի, այսինքն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ երեխաների մահվան դեպքերն ավելացել են 23-ով։ Մասնագետն ասում է, մանկական տարիքում մահվան պատճառները բազմազան են, դրանք կարող են պայմանավորված լինել ինչպես զարգացման արատներով, այնպես էլ ներարգանդային շրջանում ձեռք բերված վարակներով։ Ցանկը երկար է։ Վերջին տարիներին բավականին հաճախ ենք մենք ունենում տարբեր դժբախտ պատահարների արդյունքում մահվան դեպքեր, դրանք կարող են լինել ինչպես ճանապարհատրանսպորտային պատահարները, վրայերթներ, ավտովթարներ, այնպես էլ տարբեր հարցություններից ընկած, այսպես կոչված կատատրավմաների արդյունքում արձանագրված մանկական մահվան դեպքերը։ Դա հիմնականում հենց տեղի է ունենում 2-ից մինչև 5-6 տարեկան երեխաների շրջանում, երբ երեխաները արդեն սկսում են քայլել, ձեռք են բերում սեփական ակտիվություն եւ արդեն դժվար կառավարելի են լինում ծնողների կողմից։ Մինչև 4 տարեկան երեխաների մոտ նաև տարբեր տեսակի ինֆեկցիաներ կարող են զարգանալ, նկատում է բժիշկ Սիմոնյանը։ Միաժամանակ ընդգծում, վերջին տարիներին սա գլոբալ խնդիր է դարձել։ Ներարգանդային վարակներն օրինակ վաղաժամ չեն հայտնաբերվում, որովհետև ախտորոշվում են երեխայի ծննդից հետո։ Քանի որ այդ խնդիրը ի հայտ է եկել ծնված առաջին իսկ ժամերի ընթացքում, դա թույլ է տալիս մեզ մտածել, որ այդ ինֆեկցիան երեխան բնականաբար ձեռք չի բերել առաջի 2 ժամվա մեջ իր կյանքի, այսինքն դա ունեցել է ներարգանդային զարգացման ընթացքում։ Դրանք հիմնականում ներգրավում են շնչական համակարգը, թոքաբորբերի ձևով են արտահայտում, սակայն կարող են լինել նաև կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումով, տարբեր տեսակի մենինգոենցեֆալիտների ձևով, ստամոքսաղիքային տրակտի ախտահարումով։ Ժամի հարցախույզը փորձեց նաև առողջապահության նախարարությունից պարզել, թե որոնք են մեր երկրում երեխաների մահվան դեպքերի ավելացման պատճառները եւ թե որ բժշկական կենտրոններում են դրանք գրանցվել։ Նախարարությունից հայտնեցին, որ ներկայում ուսումնասիրում են բոլոր դեպքերը, հիմնվելով դատաբժշկական փորձաքննությունների արդյունքների վրա հստակեցնելու մահվան պատճառները։ Իսկ կոնկրետ բուժհաստատությունների վերաբերյալ տեղեկություն տրամադրել չցանկացան, թերևս խուսափելով թիրախավորումից։ Ոլորտի փորձագետն ասում է, թեև այս ցուցանիշը մեզ մոտ դեռ կրիտիկական չէ, փոխարենը ազդակ է հասկանալու, որ կա վատթարացման միտում։ Վստահ է, մանկական մահացության դեպքերի հիմքում նաև բանիմաց մասնագետների պակասն է։ Առողջապահական համակարգի կադրային խնդիրները ըստ Վարդանյանի սկսել են այն պահից, երբ բժշկական համալսարանում մանկաբուժական ֆակուլտետը միացրին ընդհանուր բուժական ֆակուլտետին։ Այդ պահից առանձին մանկաբույժների պատրաստումը դադարեց եւ դա զգալիորեն ազդեց ոլորտի որակի վրա։ Պետք է դա համարել որպես սիգնալ,
տեսակ եւ անմիջապես գտնել այն պատճառները, որը վերել է նման իրավիճակի։ Մանկաբույժի մասնագիտությունը մի տեսակ դարել է ազգատեպ, այսպես դժվար գտնվող մեր ունեցած մանկաբույժների Հայաստանի Հանրապետությունում քանակը բավականին պակասել է եւ մարդիկ գտնում են ավելի հեշտ մասնագիտություններ, պատասխանատվության առումով եմ ասում, հետազոտողներ, սոնոգրաֆիայի, չգիտեմ, համակարգչային տոմոգրաֆիա եւ այլն։ Փորձագետների խոսքով պետությունը, մասնագետները եւ առողջապահական համակարգը պետք է գործեն համատեղ, վերականգնելով մանկաբուժության հեղինակությունը, ապահովելով բնականon հղիություն եւ մանկական խնամքի վերահսկում, իրական առաջնահերթություն դարձնելով յուրաքանչյուր փոքրիկի կյանքը։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Եվս մեկ դադար ունենք, կվերադառնանք րոպեներանց։ Արգելք պոլիէթիլենային տոպրակների համար սահմանափակումը կգործի 2027-ից։ Մետեոաշխարհ ջերմաստիճանը կնվազի, ավելին հաջորդ թիվ։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Միկրո, փոքր եւ միջին բիզնեսին ֆինանսավորելու համար վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկը մասնավոր ոլորտում ամենախոշոր գործարքն է կնքել Ամերիաբանկի հետ 150 միլիոն եվրոից 60 միլիոնը կուղեն կանաչ գործարքներին, նաեւ Երևանից դուրս։ 150 միլիոն եվրոյի վարկային փաթեթ Ամերիաբանկին։ Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկը պայմանագիր է կնքել Ամերիաբանկի հետ Հայաստանի մասնավոր հատվածի ֆինանսավորմանն աջակցելու համար։ Վարկը կտրամադրվի երկու փուլով՝ 100 եւ եւս 50 միլիոն եվրո տրանշներով։ Այս գումարը Ամերիաբանկին հնարավորություն կտա ֆինանսավորել միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններին, հատկապես կենտրոնանալով մարզերի հաճախորդների եւ նոր վարկառուների վրա։ 150 միլիոն եվրոյի չափով վզեբի այս գործարքն Ամերիաբանկի հետ կնքված ամենախոշոր գործարքն է եւ վզեբի միջև այժմ Հայաստանում կնքված թերևս ամենախոշոր գործարքը։ Սա իրապես մասնավոր հատվածում ամենախոշոր գործարքն է։ Մենք ավելի խոշոր գործարքներ ենք կնքել միայն պետական հատվածում։ Հատկապես կարևոր է այս գործարքի կանաչ ֆինանսավորման սահմանաչափը 60 միլիոն եվրո, որը կուղղվի կանաչ ներդրումներին։ Նշված ներդրումները թույլ կտան աջակցել Երևանում, ինչպես նաև Երևանից դուրս շրջաններում գործող հայկական միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններին, օգնելով նրանց դառնալ ավելի դիմացկուն ու ավելի անկախ եւ ավելի արդյունավետ օգտագործել ռեսուրսները։ Գործարքը համահունչ է վզեբի Հայաստանի համար որդեգրած ռազմավարությանը։ Կարողությունների զարգացման ուղղված նախաձեռնությունները կխթանեն ներառականությունը, կանաչ ներդրումներն ու գենդերային հավասարությունը։ Սա միայն վարկային պայմանագիր չէ, այն վերահաստատումն է վզեբի եւ Ամերիաբանկի միջև երկարամյախորը ընդգրկուն եւ բովանդակալից համագործակցության իշահ մեր հաճախորդների բիզնեսի զարգացման եւ ի նպաստ մեր երկրի բարօրության։ Ամերիաբանկը Հայաստանի տնտեսության ամենախոշոր վարկատունն է։ Իր թվային լուծումների եւ մեծ քաղաքներում ու երկրի ամենախիտ բնակեցված շրջաններում գտնվող 26 մասնաճյուղերի շնորհիվ Ամերիաբանկը հնարավորություն ունի ֆինանսավորել մասնավոր հատվածի ընկերությունների լայն շրջանակ։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Կառավարությունը նախատեսում է առաջիկայում արգելել պոլիէթիլենային տոպրակների կիրառումն ու վաճառքը, փոխարենը պետք է օգտագործել թղթից տարբերակներ, հակառակ պարագայում տուգանք է նախատեսում։ Իսկ Հայաստանից Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանման ծավալների 95%-ի նկատմամբ կկիրառվեն արտոնյալ պայմաններ։ Այս եւ օրվա այլ կարևորը հաջորդ թիվ տեսաշարում։ Հայաստանից Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանումը կիրականացվի արտոնյալ պայմաններով։ Կառավարությունն այսօր հավանություն է տվել ԵԱՏՄ-ի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջև տնտեսական գործընկերության համաձայնագրի վավերացմանը։ Փաստաթղթի կնքման արդյունքում Հայաստանից դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանման ծավալների 95%-ի նկատմամբ կկիրառվեն արտոնյալ պայմաններ։ Իջևանի նախկին քաղաքապետը Վարդան Ղալումյանը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, անհատույց տրամադրման եւ օտարման ոչ ենթակա անշարժ գույքն օրենքի պահանջների խախտմամբ օտարել է կադաստրային արժեքից 3 անգամ ցածր գնով, ինչն էական վնաս է պատճառել հասարակության եւ համայնքի շահերին։ Մասնավորապես նախաքննությամբ պարզվել է, որ Իջևանի ղեկավարը անձնական շահագրգռվածությունից ելնելով համայնքային սեփականություն 1285 քառակուսի մետր մակերեսով հողամասը կադաստրային արժեքի 30%-ի չափով վաճառել է նույն համայնքի բնակչին եւ օրենքի խախտումով ընդհանուր 1385 քառակուսի մետր մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել նրա սեփականության իրավունքը։ Արդյունքում Իջևանի քաղաքապետի լիազորագրով նշված քաղաքացու հետ կնքվել է արք ու վաճառքի պայմանագիր։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է եւ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հակակոռուպցիոն դատարան։
Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի հոկտեմբերի 16-ին երկարաձգել էր Սամվել Կարապետյանի կալանքը 1 ամսով, հերթական անգամ արձանագրելով տնտեսական բնույթի մեղադրանքներում հիմնավոր կասկածի բացակայությունը։ Այս մասին սոցիալական ցանցի իր էջում գրել է Կարապետյանի փաստաբանը։ Արամ Վարդևանյանը տեղեկացնելով Վճռաբեկ դատարանի որոշման մասին հաղորդում է, որ նոյեմբերի 15-ին դատարանը որոշել է 2 ամսով երկարաձգել Կարապետյանի կալանքի ժամկետը, որի դեմ Վարդևանյանը Վճռաբեկ բողոք էր ներկայացրել։ Նույն գործով Վճռաբեկին բողոք է ներկայացրել նաև դատախազությունը։ Վճռաբեկ դատարանը պաշտպանի բողոքը մերժել է, դատախազության բողոքն ընդունել եւ ըստ փաստաբանի 1 ամիս էլ չի պահանջվել Վճռաբեկ դատարանից որոշում կայացնելու համար, ինչը ըստ նրա ռեկորդ է։ Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադառնալով անտիֆեյք լրատվական ծառայության հիմնադիրներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանավորմանը, պատիվ ունեմ խմբակցությունից Հայկ Մամիջանյանն ասել է, թե այս գործողությունը տեղավորվում է այլախոհների դեմ հետապնդումների շրջանակում, իրավապահ եւ դատական համակարգի օգտագործումով։ Բացի այդ, այս գործողությունն ըստ Մամիջանյանի նաեւ լրատվամիջոցի հետապնդում է, քանի որ առգրավվել է անտիֆեյքի ամբողջ գույքն ու տեխնիկան։ 2027 թվականի հունվարի 1-ից պոլիէթիլենային տոպրակների կիրառությունը Հայաստանում կարող է արգելվել։ Նախատեսվում է արգելել պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների օտարումը, ինչպես նաեւ արկայությունն առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, շրջիկ առևտրի կետերում, մանրածախ առևտուր իրականացնելիս բացառությամբ կշռափաթեթավորման եւ երկրորդային հումքից արտադրված աղբի համար նախատեսված պարկերի։ Արմեն Նաթալյան, Ժամը լրատվական։ Եվ եղանակային կանխատեսումներ, ինչ սպասել մարզերում եւ մայրաքաղաքում, Լիլի Հովերն է ներկայացնում։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը։ Իր հուսալիան վտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում շաբաթն ու կիրակին կանցնեն փոփոխական երկնքով։ Սպասվում են տեղումներ, առանձին լեռնային գոտիներում թաց ձյուն։ Ջերմաստիճանն առաջիկա 2 օրերին կնվազի 3-ից 5 նիշ, այնուհետև աստիճանաբար կբարձրանա։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 10-ից 13 աստիճան։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 13-ից 16, Լոռիում 10-ից 14, Տավուշում, Արարատում, Արմավիրում առավելագույնը 16 աստիճան։ Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 15-ից 19, Սյունիքի նախալեռներում 10-ից 14 աստիճան։ Երևանում շաբաթն ու կիրակին կանցնեն տեղումներով։ Այս գիշեր սպասվում է 6-ից 8, ցերեկը 13-ից 15, երեկոյան 8-ից 10 աստիճան։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր եմ մաղթում։